Պարոն Իգիթյան, թերևս ամենակարևոր քաղաքական թեման երեք Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ, ինչպես հասկացանք, Հայաստանի վարչապետն էր կազմակերպել այդ հեռախոսազրույցը, եւ սա ընտրություններից հետո առաջին զրույցն էր Վլադիմիր Պուտինի հետ։ Այնպես է ստացվում, որ հստակ տարբերվում է պաշտոնական Մոսկվայի եւ Երևանի տարածած հայտարարությունները։ Թերևս Երևանի տարածած հայտարարության մեջ կարդում ենք միայն առևտրատնտեսական հարաբերությունների, սահմանափակումների եւ այս մի շարք խնդիրների մասին, բայց Մոսկվայի, այսպես ասած, արձագանքը կամ տարածած հաղորդագրությունը լրիվ այլ էր, խոսվում էր կրկին ԵՄ, ԵԱՏՄ այս թնջուկը լուծել հանրաքվեի միջոցով։ Բայց թերևս ոչ բոլորին է մինչև հիմա պարզ, թե ինչու է գրեթե կարելի ասել մի քանի ամիս շարունակ Մոսկվան պահանջում, որպեսզի ԵՄ թե ԵԱՏՄ այս խնդիրը լուծեն հանրաքվեի միջոցով։ Կարող ենք բացել եւ ընդհանուր առմամբ ինչ էր նշանակում այս հեռախոսազրույցը։ Նախ պետք է նշենք մի քանի կարևոր բան։ Առաջինը նաև Փաշինյանի վարչակազմը չի ասում այն մասին, թե Պուտինը շնորհավորել է իրեն ընտրությունների կապակցությամբ, այսինքն ոչ հաղթանակի, ոչ ընդհանրապես, որ ընտրությունները անցնում են, հիմնականում շնորհավորում են դրա կապակցությամբ, դա չկա։ Այսինքն Պուտինը ոչ մի ձև Փաշինյանին չի շնորհավորել, սա մեկ։ Երկրորդը իհարկե տեքստերը շատ են տարբերվում, Փաշինյանի վարչակազմի կողմից տարածված տեքստը եւ Պուտինի կողմի Կրեմլին-ռուի տեքստը շատ են տարբերվում։ Առաջինը նաեւ որ պետք է ֆիքսենք Փաշինյանի տեքստային մասն է, թե ինչ է նա ասել, այսինքն իր օրակարգը, իսկ այն ինչ որ տարածում է ռուսական կողմը, դա նա է այն ինչ որ ասել է կամ պահանջել է ռուսական կողմը։ Դրա համար այդպես տարբերություն, այսինքն ամեն մեկը շեշտը դնում է այն օրակարգի վրա, որ ինքն է առաջ տանում։ Իսկ պարոն Իգիթյան, այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ Մոսկվայի եւ Երևանի միջև ոչ միայն լարվածություն կա, այլ նաեւ որոշակի հարցերում շարունակում են տարաձայնություններ լինել։ Մյուս մեկը հենց ԵՄ-ին անդամակցելու Փաշինյանի ձգտմանն է վերաբերվում։ Այո, ամենակարևոր կետը այս պահին դա է, որովհետեւ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ-ի անդամ, ընդունել է համապատասխան օրենք եւ իրեն շատ պարզ եւ հանրային կերպով պատասխանել են ԵԱՏՄ երկրների ղեկավարները, որ եթե դու գնում եք դեպի ԵԱՏՄ, ԵԱՏՄ-ից դուրս եք գալիս եւ գնում եք դեպի Եվրոմիություն, խնդիր չկա, բայց ուրեմն եկեք մենք արդեն այսօրվանից, այսինքն առնվազն այս տարի դեկտեմբերին արդեն մենք պարզ պատասխան ունենանք այդ մասին եւ եթե դա այդպես է, դուք որևէ խնդիր չունեք, դուրս եկեք ԵԱՏՄ-ից եւ գնացեք դեպի Եվրոմիություն։ Միաժամանակ այսպես այդ երկու դա տնտեսական դաշինքների մեջ գտնվելը ձեր մոտ ուղղակի չի ստացվելու։ Սա ԵԱՏՄ-ի դիրքորոշումը, որը հասկանալի դիրքորոշում է։ Պարոն Իգիթյան, թերևս այս հեռախոսազրույցից հետո չլուծվեց ամենակարևոր հարցը, դա այդ սահմանափակումների վերաբերյալ էր, հա, որովհետև մինչև այս պահը, եթե 1-2 վայրկյանից որևէ բան չի փոխվել, ես թերթում էի մամուլը ու որևէ խոսք չկար տնտեսական սահմանափակումների մեղմացման կամ դրանց վերացման մասին ու գիտենք, որ Ռուսաստանը կարելի է ասել մի 10-ից ավելի անուն ապրանքների վրա սահմանափակումներ է դրել։ Այսինքն ինչ ենք հասկանում, Փաշինյանին չի հաջողվել լուծել անգամ տնտեսական այդ սահմանափակումները Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կամ դրա ընթացքում։ Կարող ենք ենթադրել, որ չի հաջողվել եւ շատ կարեւոր է եւս մեկ անգամ, որ առաջինը ռուսական կողմը խոսում է այն պայմանների մասին, որը կատարելուց հետո Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ի մաս։ Մի կողմից։ Երկրորդը շատ կարեւոր է, որ Ռուսաստանը մինչ այսօր չի շնորհավորել Փաշինյանին։ Սա շատ կարևոր կետ է, որը կարծում եմ, որ մեծ խնդիրների է բերելու ապագայում հենց Փաշինյանին, իսկ եթե Փաշինյանը մնաց Հայաստանի վարչապետ, ապա նաև Հայաստանին տնտեսության մասը։
Եվ պարոն Նիկիթյան, թերևս սահմանափակելով խոսենք նաև այսօր տեղի ունեցավ նաև Պուտինի եւ Ալիևի միջև հեռախոսազրույց, վստահ եմ հետևել եք, այս երկու հեռախոսազրույցները դրանց տարածած հայտարարությունները իմի բերելով ինչ ենք հասկանում, որովհետեւ գիտենք, որ վերջին շրջանում լարված են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոշակի լարվածություն կա մասնավորապես Ալիևի հայտնի հայտարարություններից հետո, այս ամենը ինչի մասին է վկայում, արդյոք Ռուսաստանը որքան էլ որ փորձում է արևմուտքը Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, փորձում է ամեն գնով Մոսկվան իր, այսպես ասած, անվտանգ այդ գոտիները ավելի ամրապնդել, հա, իր ազդեցության գոտիները։ Ենթատեքստը եւ կոնտեքստը այդ զրույցների լրիվ տարբեր են։ Այսինքն, եթե այստեղ Փաշինյանն է ցանկացել ունենալ այդ զրույցը եւ մենք տեսնում ենք, որ որևէ բանի չեն հասել, որովհետեւ տարբեր տեքստեր են տարածել, ամեն մեկը իր օրակարգով, ապա ինչ վերաբերում է Պուտին-Ալիև, մենք տեսնում ենք, որ այդ շատ քիչ ինֆորմացիա են տրամադրել կողմերը, այսինքն մենք դեռ շատ բան չգիտենք այդ զրույցի մասին, պրոտոկոլային, այսինքն ինչ որ տեքստ է, բայց պետք է ասենք, որ մի կողմից իհարկե լարված հարաբերություններ են, որովհետև ակնհայտ Ալիևը իրականացնում է հակառուսական քաղաքականություն եւ Հարավային Կովկասում եւ Ուկրաինայի հարցում, սա մի կողմից, եւ դա բերել է արդեն բազմաթիվ խնդիրների, բերել է դատական process-ների համ Ադրբեջանում, համ Ռուսաստանում, բերել են նրան, որ ռուսական կողմը հարվածում է եւ Ադրբեջանը մի քանի անգամ բողոքի նոտա է ուղարկել արդեն Ռուսաստանի դրա կապակցությամբ, երբ որ հարվածում են Ադրբեջանի հետ կապված օբյեկտներին Ուկրաինայում, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ Ալիևը շատ սթափ քաղաքական գործիչ է, ինքը չի ուզում այնպես անի, որ ինչ որ պահից, երբ որ Ուկրաինայի հակամարտությունը վերջանա, Ռուսաստանը հետ գա եւ պատժի իրեն, որովհետեւ ինքը միակողմանի դիրքորոշում է ունեցել։ Եվ ինչ է անում նա փորձում է գազային գործարք ունենա Ռուսաստանի հետ, այսինքն նա խոսում է Եվրոպայում, որ Ադրբեջանը պատրաստվում է փոխարինել Ռուսաստանին որպես հիմնական գազի մատակարար, բայց այստեղ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը գազ չունի, ինչքան որ Ադրբեջանը գազ ունի, նա արդեն մատակարարում է Թուրքիա եւ Եվրոպա։ Այսինքն դա լինել է ուրիշ երկրի գազ։ Քանի որ այս պահին մենք տեսնում ենք, որ ուրիշ երկրները չեն կարողանում գազ մատակարարել Ադրբեջանին, որ նա կարողանա ռեէքսպորտ իրականացնի, խոսքը ռուսական գազի մասին է։ Եթե այս քաղաքականությունը Ալիևի մոտ հաջողվեց, ապա մենք ունենալու ենք իրավիճակ, որտեղ որ ռուսական գազը մտնելու Ադրբեջան եւ Ադրբեջանից գնա Եվրոպա։ Սա չի նշանակում, որ խնդիրներ չեն ունենալու այդ երկրները, որովհետեւ տարիներ շարունակ, երբ որ մարտական գործողություններ էին տեղի ունենում ռուսական եւ ուկրաինական կողմերի միջև, ռուսական գազը Ուկրաինայի տարածքով գնում էր Եվրոպա։ Այսինքն այդ գազային գործարկը եւ լավ հարաբերությունները դա նույն բանը չէ, եւ եթե նաեւ Հայաստանին էին տարիներով խափում, ասում, որ եթե գազային կամ նավթային այդ ինֆրաստրուկտուրան անցնի ձեր ճանապարհով, ապա պատերազմ չի լինելու, դա այդպես չի աշխատում եւ մենք տեսնում ենք դա ոչ թե թեորետիկ ինչ որ հաշվարկներով, այլ մենք տեսնում ենք դա պրակտիկայում։